Պարոն քաղաքապետ, քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններում ունենք զարգացումներ GIS համակարգում, այսօր կներկայացնեմ դրանցից մի քանիսը։ Առաջինը, որ կուզեի ներկայացնեի, դա արտաքին գովազդի ոլորտում իրականացված աշխատանքներն են, մասնավորապես կրիչների թվայնացումը, ստեղծվել է համապատասխան հարթակ, mobile mapping գործիքակազմի միջոցով թվայնացվել են Երևան քաղաքում առկա կրիչները, ներմուծվել են համապատասխան տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծել չափորոշիչների համապատասխանությունը եւ ըստ այդմ ընդունել որոշումներ։ Ինչ կրիչների մասին է խոսքը, մի քիչ բացեք, էլի որ։ Ես մի քանիսը այստեղ ներկայացնեմ, թե ինչ տեսք է ունենում այդ թվայնացումը, այստեղ ամբողջապես նկարագրվում է վահանակը եւ վերջում հատեսքն է։ Գովազդային Ես բառն եմ ուզում որ ասեք, որ բարձ լինի ինչ ենք։ Գովազդային կրիչների մասին է խոսքը։ Բոլոր տեղերում լուսանկարով եւ կոորդինատով եւ համապատասխան նկարագրերով թվայնացվել է արտաքին գովազդի կրիչները։ Սա արտաքին գովազդի մասով Հիմա ճիշտ եմ հասկանում, սա ամբողջական է արդեն պայմանությամբ։ Այս աշխատանքը անընդհատ է եւ կրիչները անընդհատ փոփոխության արդյունքով այստեղ թարմանալու են, հիմնական 95% այստեղ ներառված է։ Հիմա շատ լավ։ Ես առաջարկում եմ ինչ որ մի ժամկետ ասել, հարգելի գործընկերներ, պարոն Առաքելյան, որ կֆիքսենք, որ սա կարելի ասել ամբողջական արդեն գույքագրված են բոլոր այս կրիչները, սրանք օրինական կրիչներն են, որպեսզի արդեն այս քարտեզին նայելով հասկանանք, որոնք են մնացել անօրինական։ Իհարկե էական ծավալի մաքրվել է քաղաքում, բայց այնուամենայնիվ դեռևս մաքրելու նենց չի որ քիչ հատվածներ ունենք, հետևաբար այս կրիչները Տերյան փողոցով անցնում են ու տեսնում են Տերյան փողոցի վրա մեր չափորոշիչներին չհամապատասխանող կրիչներ, որոնք դեռ նախկինից մնացել են։ Եվ այս տեսակ բաները այնուամենայնիվ նույնիսկ քիչ քանակով եթե մնում են, որոշակի անարդարացած զգացում են մարդկանց մոտ արթնացնում, որովհետև տեսնում են լավ, իմը փոխեցինք, ես գնացի այս ստանդարտով, բայց այս մեկը ինչի է մնացել արդեն տևական ժամանակ է։ Հիմա եթե էլի գնման կարիք կա, չգիտեմ, ապամոնտաժելու համար, էլի ռեսուրս պետքա ներդրվի եւ իրականացվի։ Ինչ վերաբերում է Այստեղ նաև ուզում եմ մի փոքր խոսենք գովազդային ընկերությունների հետ պայմանավորվածությունների մասին, որովհետև տարբեր քաղաքացիներ տարբեր նոր կրիչների վերաբերյալ հարցեր են բարձրաձայնում, այստեղ ունեցել են կոմպրոմիսային պայմանավորվածություն, պարոն Գրիգորյան, որի մասին ուզում եմ տեղեկացնել, որպեսզի մարդիկ իմանան թափանցիկ ինչ են կարել, ինչ են պայմանավորվել։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, ձեր թույլտվությամբ մինչև բունես նոր թույլտվություններին գալեմ քիչ կոնտեքստը ներկայացնեմ հակիրճ, ուրեմն ուզում եմ նշել, որ 22, 23, 24, 25 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ 21902 կրիչ ապամոնտաժվել է, որոնցից 588-ը խոսքը գնում է մեծ տեղեկատու դաշտով կրիչների մասին, այդ մեծ բիլբորդներ կոչվածը, եւ այս թվերի ֆոնին այն նոր թույլտվությունները, որի մասին խոսում ենք ու այս պահին ոչ թե նոր տեղերում գովազդի տեղադրման աշխատանքներ են տեղի ունենում, գլխավորապես այլ հին կրիչները նորերով փոխարինելու process է գնում, էապես ավելի քիչ ծավալով, քան այդ գործակալությունը նախկինում ունեցել է։ Եվ հիմա այս թվերի ֆոնին, 21902 եւ 588 մեծ տեղեկատու դաշտով վահանակ, մենք խոսում ենք ընդամենը նոր 22 թույլտվության մասին, այսինքն ուղղակի մասշտաբները իրար հետ համեմատելու համար։ Եվ ուզում եմ նշել, որ այս կրիչներն էլ տենց հավիտյանս չեն տրվում, կոնկրետ ժամկետով են տրվում Երևանի քաղաքապետարանի կողմից եւ քաղաքապետի որոշմամբ, եւ եթե ժամանակի ընթացքում ակնհայտ դառնա, որ այլևս քաղաքային միջավայրում այդ կրիչներն էլ տեղին չեն, Երևանի քաղաքապետարանը սահմանափակված չի ինչ-որ անժամկետ պարտավորություններով եւ
սահմանված ժամկետից հետո այդ կրիչների նպատակահարմարությունը նույնպես կարող է նորից քննարկվել։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ կարծում եմ մենք ընդհանուր առմամբ որոշակի կարգավորման բավականին խիստ դաշտ ենք սահմանել գովազդների համար, ինձ թվում է երկու լրացումներ ունենք անելու այդտեղ, որոնք որ կարծում եմ չունենք կարգավորված։ Առաջի լրացումը այն մասին պետք է լինի, որ համենայն դեպս հետագայում այս կետից սկսած հողային հատվածներում, գազոնի համար նախատեսված հատվածներում Երևանի քաղաքապետարանը ուղղակի էլի հնարավորություն չունենա տալ գովազդային վահանակ կրիչ որևէ բան։ Այսինքն այն հատվածներում, որտեղ կանաչապատման հողակը պետք է գործի։ Այդ հատվածներում եկեք հատվածներից առհասարակ բացառք ավականու որոշմամբ։ Եւ երկրորդ նորմատիվային փոփոխությունը, որ պետք է տեղի ունենա, որոշակի հերավորություններ եւ այսինքն տենց մի խաչմերուկում բազմաթիվ կրիչների հնարավորություններ շատ չունենանք, այսինքն այդտեղ էլ ինձ թվում է եւս մի քիչ երևի վերլուծելու ունենք որոշակի լուծումներ, բայց այնուամենայնիվ կարծում եմ դեռ բավարար չեն այդ լուծումները։ Պարոն Առաքելյան, Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, ես ուզում եմ նշեմ, որ մեր այսօրվա գործող չափորոշիչներով ունենք ձեր ասած կարգավորումը որոշակի, այսինքն մենք խոսում ենք այսօր Երևան քաղաքում տեղադրվող փոքր տեղեկատու դաշտով եւ միջին տեղեկատու դաշտով վահանակների մասին, մեծ տեղեկատու դաշտով չեն կարող տեղադրվել։ Կարգավորումն ունենք, որ միջին տեղեկատու դաշտով վահանակները կարող են տեղադրվել միմիայն խաչմերուկներում եւ յուրաքանչյուր խաչմերուկում ոչ ավել քան մեկ հատ։ Իսկ փոքր տեղեկատու դաշտով վահանակները կապված իրաց ձևից ունեն իրարից հեռավորություն, բայց կդիտարկենք, քննարկենք։ նորից դիտարկենք, քննարկենք, միգուցե դեռ հատվածներ կան, որտեղ որ ապօրինի դեռևս գովազդներ ունենք, որոնք պետք է ապամոնտաժվեն եւ այդ ապամոնտաժվելուց հետո այդ տպավորությունը կփոխվի, բայց այնուամենայնիվ կարծում եմ այս քննարկումը պետք է իրականացնել եւ եւս մի փոքրիկ ռեմարկ այս հատվածի վերաբերյալ մեր CT ֆորմատի գովազդի չափորոշիչը մի փոքր CT ֆորմատի չի, այսինքն մի փոքր ասելով էական CT ֆորմատի ստանդարտից էականորեն տարբերվում է եւ ես կարծում եմ սա էլ միգուցե ոչ այս փուլում, բայց հաջորդիվ դա էլ պետք է վերանայենք, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, կանաչապատ տարածքներում այլևս որևէ նոր կրիչի տեղադրման մասով ավականու 37-ն որոշման մասով նախագիծ կազմվի եւ վաղվա չէ մյուս ավականու նիստին համապատասխանաբար արդեն նախագիծը կներկայացվի, mēs երկու կետերով լրացիչ կուսումնասիրենք եւ անհրաժեշտության դեպքում այդ մասով էլ փոփոխության առաջարկ ավականուն կներկայացվի։ Շատ լավ, շնորհակալ եմ, հաջորդում։